Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ մեր հյուրն է Երևանից, պարոն Ռուբեն Մեհրաբյանը։ Մենք տեսնում ենք իր հետևում իր YouTube-յան ալիքի լոգոն, տեսնում ենք ձեր աշխատանքը ակտիվ, շնորհավորում ենք պարոն Մեհրաբյան, Շնորհակալ եմ, պարոն Այգոյան, շատ ակտիվ եւ լավ աշխատանք եք կատարում։ շատ շնորհակալ եմ գնահատականի համար, շնորհակալ եմ այս հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին, մեր սիրելի վրացահայերին եւ շատ ուրախ եմ այս առիթի համար, այո, ես նոր ալիք եմ բացել, մոտ 1 ամիս է աշխատում է, լավ է աշխատում, ասեմ ձեզ, եւ աշխատում է նաեւ ձեզ համար։ Շատ լավ է։ Բաժանորդագրվեք, մեկնաբանեք, լայքեք, հետևեք բովանդակությանը։ Տեսնում ենք բազմաթիվ մարդկանց եք հրավիրում, բայց մեզ կարևորը հիմա ձեզ լսել։ Ձեզ լսել եւ պարոն Մեհրաբյան, երևի սկսենք Շնորհակալ եմ հատվիքով։ ազգային ժողովի քննարկումներից, որոնք որ վերջին օրերին շատ բուռն ձևով ընթանում են, նոր ազգային ժողով է, վստահ եմ դուք հետևում եք, ընդհանուր առմամբ ինչ տպավորություն է ստեղծվել ձեր մոտ այս նոր ազգային ժողովից։ Դե ըստեյության զարմանալու ոչինչ չկա, որ նման ընթացք էր ունենալու, դա արդեն հայտնի դարձավ հենց երբ հայտնի դարձան հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները եւ հայտնի էր թե ինչ տրամադրվածությամբ են քաղաքական ուժերը, ովքեր անցան այդ շեմը, ինչ տրամադրվածությամբ են մտնում ազգային ժողով, իսկ հիմա տեսնում ենք արդեն այդ ամենի շատ սպասելի դրսևորումները։ Բայց կասեմ հետևյալը, որ տպավորություն ունեմ, որ կա այն ընկալումը, որ ազգային ժողովը բազար սարքել է եւ չգիտեմ, քաղաքական եւ ոչ այնքան քաղաքական հաշիվներ մաքրելու մի վայր, դա հարվածում է բոլորի հեղինակությանը եւ համբավին։ Եվ ըստ էության ալերգիա առաջացնում հասարակության մոտ քաղաքականության նկատմամբ։ Եվ նաեւ այդ ընկալումից է բխում առնվազն առերևույթ ձգտումը, այդպիսի, այսպես ասենք, բազարային մթնոլորտ թույլ չտալը։ Համենայն դեպս ձգտում են թույլ չտալ։ Որքանով կստացվի, կապրենք կտեսնենք։ Հիմա այ մեր խոսակցության պահի դրությամբ դեռ շարունակվում են ձևավորման աշխատանքները, ինչպես հայտնի է, ընտրվեց նախագահ, ընտրվեցին փոխնախագահներ, հիմա ընտրվում են մշտական հանձնաժողովի նախագահներ, դիրքորոշումներ են արտահայտվում այս կամ այն հարցի շուրջ, թե թեմայով, թե թեմայից դուրս, բայց այնուամենայնիվ նաև մենք տեսնում ենք բազմաթիվ նոր դեմքեր, հիմնականում երիտասարդ սերնդից, իհարկե կան նաև ոչ այնքան երիտասարդներ եւ այո, ինքնադրսևորվելու մղումն է նրանց միանգամայն հասկանալի, այնց որ ելույթները այո կարող են նաև մի քիչ սուր բնույթ կրել, մի քիչ տարօրինակ, ասենք դուք թուրք տեսել եք, թե չեք տեսել, մոտավորապես այդ ձևի։ Ժամանակ է կանցնի, երբ արդեն կմտնի բնականon օրենսդիր աշխատանքի փուլ, ինձ թվում է կրքերը կհանդարտվեն, այս փրփուրը կնստի, գազը բաց կթողնվի եւ ստայդում մենք ունենանք կարծում եմ քիչ այլ պատկեր։ Իսկ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար, որ ընտրվեց ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչը, դա ինչպես կարող է ազդել։ Այդ խոսակցությունը իհարկե կա հասարակության մեջ տարակուսանքը, այսպես ասենք, բայց մյուս կողմից մահացու ոչինչ տեղի չի ունեցել։ Ես դրա հետ կապված հենց այն ալիքով առանձին լայվ կազմակերպեցի, թե ի վերջո սա ինչ էր։ Գոյություն ունի Դոնթի բանաձև եւ կանոնակարգ օրենք,
ազգային ժողովի եւ ձևավորվում է, այո, մեծամասնությունը ներկայացնում է այն հանձնաժողովները, որը ինքն է առաջնահերթ համարում գլխավորելը եւ ներկայացվեց, դրանք էին պետաիրավական հանձնաժողովը եւ պաշտպանության ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովները, դե հերթը դրանից հետո պետք է գար ում ուժեղ Հայաստան խմբակցությանը եւ Հայաստան խմբակցությանը։ Նրանք էլ նշեցին այն հանձնաժողովները, որը իրենք կուզեն գլխավորել։ Հիմա դրան պետք է հետևի, դա էր, ասեմ, մեր հեռուստադիտողներին, ուժեղ Հայաստանը ներկայացրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, իսկ Հայաստան խմբակցությունն էլ մարդու իրավունքներ։ Իհարկե, այս քաղաքական ուժերի կամ իբր քաղաքական ուժերի հետագիծը այնպեսին է, որ հակասում է, էլի, այսպիսի հանձնաժողովներ գլխավորելու գաղափարին իսկ, եւ ես տպավորություն ունեմ, որ նրանք դա անում են ուղղակի քաղաքական մեծամասնության, ինչպես Քոչարյանն էր ասում, քոքը մաշեցնելու, տրամաբանությանը ծառայեցնելու նպատակով, բայց մյուս կողմից էլ նրանց ներկայացրած թեկնածուները, որոնք պետք է գլխավորեն, չեն կարող գլխավորել, եթե չստանան քաղաքական մեծամասնության քվեները, այնպես ինչպես օրինակ պարոն Վարդևանյանը, որ դարձավ ազգային ժողովի նախագահի տեղակալ, նա դարձավ, որովհետև ստացավ ձայների մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ ձայները նաև քաղաքացիական պայմաններում։ Այս պրոցեդուրան ինքնին լավն է, որովհետև իր մեջ պոտենցիալ է պարունակում համագործակցության դաշտ ձևավորելու համար, բայց դա կարող է չաշխատել, ինչպես եւ օրինակ անցյալ գումարման ազգային ժողովում չաշխատեց, ասենք, Իշխան Սաղաթելյանի պարագայում եւ ազգային ժողովն է, ինչպես արդեն նշեցինք, 5 տարի հիշեցնում էր մի բազար, գողկատու, քաչալշուն, դուք հողատու եք, դուք թալանչի, ու տենց ամեն օր։ Ինչն էլ մարդկանց մոտ ալերգիա էր առաջացնում հրապարակային քաղաքականության նկատմամբ։ Դեռ այդպես չէ։ Հիմա դե այսպես ասենք, դա իներցիայով բնականաբար շարունակվում է, դեռ շարունակվելու է, բայց նաև ուրվագծվում են այլ տենդենսներ։ Դա էլ պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ մարդիկ են աճում քաղաքականապես դա մեկ։ Եվ երկրորդը ժամանակներն են փոխվում, պարոն Այվազյան։ 21 թվականին ձևավորված ազգային ժողովը 21 թվականի Հայաստանում մի բան էր, դա մի իրավիճակ էր։ 26 թվականի Հայաստանը եւ 26 թվականի Հայաստանում ձևավորված ազգային ժողովը դա մի այլ իրավիճակ է։ Եվ երկրորդը, մենք հասկանում ենք, որ այս ամենը ոգեշնչվում է Ռուսաստանի կողմից, եւ 21 թվականի եւ 26 թվականի Ռուսաստանները դրանք տարբեր Ռուսաստաններ են։ Եվ դա նաև նշանակալի չափով խփում է նրանց մոտիվացիային, այսպես եռանդուն ձևով ռուսական շահերը պաշտպանելը։ Հիմա օրինակ Ռուսաստանի ինչը պաշտպանեն, տրաքող նավառասիսկը, թե սկած Մոսկվա հածանավը, թե վարվող Վայլդբերիզի ծուխը, թե բենզինի հերթերը։ Ինչ է։ Այս ամենը ուղղակի ծիծաղ է առաջացնում եւ դուք էլ կիսում եք այդ ծիծաղը։ Այդ ամենը Այսօրվա Դուգինի հայտարարությունները հիշեցի, որին որ ուզում էի որ անդրադառնանք, եթե տեսել եք իհարկե։ Դա էլ չէ, դա ինքը այսպես ռուսական ֆաշիզմի ամենաանմեղսունակ ներկայացուցիչներից մեկը։ Որ Մոսկվան պետք է լքել, Եկատերինբուրգը, Պետերբուրգը, գնալ եւ հողերում ապրել, վտանգված է Մոսկվան։ Խարեդար գնալ։ Այո։
եւ այլն։ Դե ինչ ասեմ, ասացի արդեն, չգիտեմ, դա բովանդակային քննարկման ենթակա չի, որովհետեւ տեսեք, որքան էլ որ Ստալին մեղադրում են հանցավորության մեջ եւ դա այդպես էր, որովհետեւ նա ոչ թե terrorist էր, այլ terror-ի պետություն էր ստեղծել, բայց Ստալինն այդ աստիճան անմեղսունակ չէր կներեք։ Եվ ինչ ասեմ, մենք գործ ունենք Ստալինի կարիկատուրայի հետ, ավելի ճիշտ կլինի ասել, որովհետև չեմ հիշում ով էր ասել էր, որ Պուտինն այնքան է տարվել այդ պատմական սյուժեներով կամ տեսք է տալիս, թե տարվել է, որ ուզում է մի հատ նորից հաղթանակ տանել երկրորդ համաշխարհային պատերազմում եւ այդտեղ կա ճշմարտության չափ, որովհետեւ գնալով նա եւս դառնում է անմեղսունակ եւ ինչ որ ժամանակ անց կարող է նույնիսկ մրցման մեջ մտնել Դուգինի հետ։ Հաշվի առնելով այն նավատի շորեր հագած մեյդան ընկնել է, երբ որ նավերը ծսկել են տղաջուն ու գնալ օվկիանոս, որովհետև այնտեղ ուկրաինական դրոնները առայժմ չեն հասնում։ Առայժմ առանցքային բառ այս նախադասության մեջ առայժմ։ Այո, որովհետև հիմա հասնում են տեղեր, որ ուղղակի չլսված, չտեսնված են։ Այո, վերջին 100-ամյակի ընթացքում, 100-ամյակների ընթացքում նացիստները կանգնել էին արդեն Մոսկվայի ծայրամասում, Մոսկվայի որոշ քաղաքային ավտոբուսների են վերջին կանգառների շրջակայքն էին հասել արդեն, բայց Մոսկվան պաշտպանված էր ներսից, Մոսկվան այսպես չի, հարվածների չի ենթարկվել։ Հիմա մենք տեսնում ենք զրոյական հակաօդային պաշտպանություն, ողորմելի եւ ըստ ամերիկյան ամենակոնսերվատիվ գնահատականների Ռուսաստանը բաց է թողնում հարվածների 5-ից 9%։ Սա ամենակոնսերվատիվ գնահատականներով, այսինքն 10 կամ 20 խոցող միջոցներից մեկը բաց է թողնում եւ դա բերում է համենայն դեպս բերել է արդեն նրան, որ Ռուսաստանն այլևս իր բենզինը չի կարողանում ինքն իրեն ապահովել, լինելով աշխարհում նավթի պաշարներով ուղղակի բացարձակ առաջատարների առնվազն եռյակ, այսպես է։ Վալդբերիսը ենթարկում է հարվածների եւ այսօր էր կարծես Բլումբերգի հրապարակումներ մոտ 10 միլիարդ դոլարի վնաս է կարել։ Այո, այսօր էլ եւ Բալթիկ ծովի գլխավոր նավթային նավահանգիստ Ուստլուգան է այսօր վառվում, որտեղից որտեղ եւ այս ամենը ուղղակի գալիս է հաստատելու այն ամենը, ինչ ես ասում եի քիչ առաջ։ Եվ այս ֆոնի վրա Մեդվեդևը սպառնում է Հայաստանին եւ Վրաստանի օրինակն է բերում։ Այո։ Կարծես Վրաստանը տուժել է այս տարիների ընթացքում, որ մոտ է եղել արևմուտքի, չնայած մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ զարգացում է ապրել Վրաստանը։ Ես ապրելով Վրաստանում կարող եմ ասել, որ դեռ Հայաստանը մեծ քայլեր ունի անելու, որ հասնի Վրաստանի առաջընթացին, որը որ գրանցվել էր նախքան այս վերջի 2 տարին։ Դե հա, բայց նաև Վրաստանը իր պոտենցիալի զգալի մասը թողեց չօգտագործած հենց այս քաղաքական վայրիվերումների բերումով, այնպես որ այնպես չէ, որ Վրաստանում ամեն ինչ իդեալական է, բայց փաստն այն է, որ Վրաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցության տեխնացում, ինստիտուցիոնալ ռեֆորմների Այո, դրանց մասին եմ խոսում հենց։ Շատ կարևոր է խոսքը Վրաստանն այստեղ ուղղակի նշանակալի քայլեր է արել եւ դեռ այդ քայլերի իներցիան դեռ այս վայրի վերումները
մեծապես այո պահում է չեզոքացված։ Եվ այստեղ այո Վրաստանը շատ արժեքավոր գործընկեր է Հայաստանի համար նաև այս առումով։ Եվ սրա մասին բազմիցս խոսել եմ դեռ երբ Վրաստանը գլխավորում էր Սաակաշվիլին եւ այդ ամենը ուժի մեջ է մնում եւ հիմա Այդ դեպքում Մեդվեդևը ինչ է ասում, ինչով է սպառնում Հայաստանին, նաև սպառնալիք կար։ Ինչպես են իրանք տեսնում այո այդ ամենը։ սպառնալիքը կա, որովհետեւ դե ինչ ասեմ, այդ պետության ղեկավարների ինստիտուցիոնալ հիշողության մեջ է եւ ինստիտուցիոնալ այդ կոդի մեջ է սպառնալիքներով խոսալը կարևոր չի դա Հայաստանի հասցեին է թե մի այլ երկրի հասցեին, այդ մարդկանց խոսելա ձևը դա է։ Իսկ թե ինչով դա արդեն երկրորդական հարց է։ Բայց դե մենք էլ հո գիտենք ինչով։ Դե ինչով։ Տրեխի մի թայով, ասենք, որ կշպրտի մեր ուղղությամբ կամ ասենք ինչ որ ես ինչ որ մի բան էլի կփակի։ Բայց այս ամենը խոսվում է նաև այն, որ ռուսները ամենայն դեպս առերևույթ ցանկանում են, որ այդ ֆիտոսանիտարական հսկողության շրջանակներում է իբր այս սահմանափակումները այդ շրջանակից որ դուրս չգա ճգնաժամը Հայաստանի հետ հարաբերություններում եւ ահա այսօր մենք տեսնում ենք որ այնտեղ ինչ-որ ասենց առաջարկներ են արել հայկական կողմին, որոնք բավարարելու դեպքում ներմուծումը կվերսկսվի բայց Հայաստանի համար Ռուսաստանի այս պահվածքը արդեն դարձել է ռազմավարական հետևությունների պատճառ եւ այդ հետևությունները ներկայումս գործնականանում են արդեն անկախ նրանից Ռուսաստանը կվերականգնի Հայաստանից ներմուծումը թե ոչ բոլոր դեպքերում այո մենք հասկացել ենք վերջապես որ երբ կախվածությունը մի երկրից կրիտիկականից անցնում է, ապա այս կամ այն դասավորության պարագայում դա կարող է հանգեցնել նրան, որ դա վերածվի լծակի արդեն ընդդեմ մեզ։ Եվ մենք կանգնենք փաստի առաջ։ Եվ հիմա ռազմավարությունն այն է, որ դիվերսիֆիկացիա տեղի ունենա, որում թե ներմուծման, թե արտահանման որպեսզի Ռուսաստանը նման լծակ չունենա մեր դեմ։ Դրա համար է արտգործնախարարության անվանումը եւս փոփոխության ենթարկվել։ Շատ ճիշտ եք նկատել եւ դա շատ ճիշտ է արված, ես ողջունում եմ այդ որոշումը, որ արտգործնախարարությունը վերանվանված է արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարության, այսինքն դիվանագետների վրա, եթե այնտեղ մի սեգմենտի վրա էր այդ բեռը դրվում, հիմա ըստ էության դիվանագետների աշխատանքի գնահատականը դարձնելու համար չափելի, ապա այս որոշումն ընդունվել է եւ ըստ էության այո դիվանագիտություն հայկական իր առաջնպատակ պետք է դնի բացի չոր արտաքին քաղաքական հարցերից նաեւ ներդրումներ ապահովելու հարց միջազգային առևտուրը զարգացնելու եւ մեր արտահանման եւ ներմուծման դիվերսիֆիկացիան ապահովելու համար եւ այո իրենց դիվանագիտական ունակությունները եւ տաղանդը պետք է օգտագործեն նաեւ այո այդ նպատակով հրապարակմանը չգիտեմ արժե անդրադառնալ թե չէ համենայն դեպս դա տարածվեց նաեւ տելեգրամյան ալիքներով որ մեկ ամիս ժամանակ է տվել Ռուսաստանը Հայաստանին եւ կարող է Հայաստան ուղարկվեն հետ ուղարկվեն արտագնա աշխատանքի մեկնածները դա բավականին լուրջ խնդիր կարող է առաջացնել Հայաստանի համար կարող է բան կա առաջացնել եթե դա տեղի ունենա բայց քանի որ ձեր նշած այդ պսևդո լրատվամիջոցից բացի մենք այլ հաստատումներ չենք ստացել ռուսական որևէ աղբյուրից ապա մենք սա ընդհանրապես պետք է հա ի գիտություն ընդունենք որ համենայն դեպս որոշ շրջանակի մտահղացում է այս ամենը արտահայտում բոլոր դեպքերում
դատարկ տեղը չի նման հրապարակումը, բայց սա ավելի շատ այս պահի դրությամբ գոնե ես փորձում եմ գնահատել որպես պրոպագանդա, որովհետև Լավրովի տեղակալը Հայաստանի համար շատ ավելի կոնկրետ ժամկետներ են նշել, շատ ավելի կոնկրետ հարցերում, որ Շեվ նա տարեվերջ։ պաշտոն է, այո, ըստ էության մինչև տարեվերջ, նոյեմբերին ՀԱՊԿ-ի հետ կապված, դեկտեմբերին ԵԱՏՄ-ի հետ կապված, բայց ինչ չի ասել Գալուձին, չի շոշափել այդ հարցը, եւ դա կշոշափվի ավելի ուշ, ենթադրում եմ, դա գազի հարցն է, որովհետեւ այն պայմանավորվածությունը ընթացիկ, որի հիման վրա գազ է մատակարարվում Հայաստանին, այդ պայմանավորվածության ժամկետը լրանում է հենց դեկտեմբեր ամսին։ Եվ այստեղ ինձ տրամաբանական է թվում Գալուձինի այդ վերջնաժամկետները, որ նա ներկայացնում է Հայաստանին։ Բայց մյուս կողմից էլ ռուսական իշխանության այն ռացիոնալ թևը, հարաբերականորեն ռացիոնալ, ասում է, որ Հայաստանը այլընտրանքներ կգտնի գազին, բայց Ռուսաստանը ընդմիշտ կզրկվի Հայաստանին գազ մատակարարելու հնարավորությունից եւ կկորցնի այդ լծակ։ Դե իսկ ինչ էլ չի ասում, դա այն է, պարզա չէ, որ եթե գազին ձեռ տվեցիք, այլ գազամատակարարման ցանցի պատկանելությունը ձեզ դառնում է պրոբլեմատիկ, դառնում է անիմաստ։ Եվ Հայաստանը այո այդ հարցը կբարձրացնի, բայց ինչին է պետք ձեր սեփականությունը այս կենսապահովման համար կարևորագույն ցանցի նկատմամբ։ Ժամանակ մենք փոխենք իրավիճակը, մենք կբերենք ավելի մեղսունակ գործընկերոջը, ում հետ էլ մենք կաշխատենք։ Մանավանդ հաշվի եթե առնենք, որ այնպես չի, որ նրանց մի մաքրամաքուր սուրբ մի ընկերություն է, որը առանց որևէ խախտումների աշխատում։ Այնպես ինչպես Ռոսսելխոզնadzորն է անկել մեր պամիդորների ջանը, հայկական պետությունը ի վիճակի կլինի բազմաթիվ խախտումներ հայտնաբերել նաև Գազպրոմի մոտ եւ անել համապատասխան հետեւություններ եւ դա ռուսները պետք է շատ լավ հասկանան եւ իրենց ականջներին օղանեն։ Այսօր էլ սկսվեց այդ ամենը։ Այո, Նաև այո, ծրագիր կար, չէ, Իրանից Հայաստանով գազը պետք է գնա Ռուսաստան։ Դա էլ հետաքրքիր ուղերձ էր։ Կարծես Ռուսաստանի Դաշնությանը եւ երևի նաև ակնարկե կամ իրենք են գիտակցում, որ կարող է գազի խնդիր ունենան ձմռանը։ դե եթե ուկրաինացիները Վայլդբերիզից եւ նավթավերամշակման գործարաններից հետո թիախավորեն այն կենտրոնական կոմպրեսորային կայանները Ռուսաստանի գազամուղային ցանցի վրա, ապա ամեն ինչ էլ այո հնարավոր է։ Եվ ստիպված լինեն այգայից ցախ բերել տունը վառել, այո, իսկ ինչու ոչ։ Եվ այդ ժամանակ արդեն մեծ հարց է, թե ով ում եւ ում միջոցով գազ պետք է մատակարարի, բայց մենք պետք է ֆիքսենք մի կարևոր հանգամանք, որ Իրանի գազամատակարարման ցանցը տեխնիկապես շատ վատ վիճակում է, դե որովհետեւ սանկցիաներն են պատճառները, բազմաթիվ սարքավորումներ ցանցը պատշաճ վիճակում անհրաժեշտաբար պահելու համար դրանք արևմտյան արտադրությանն են եւ դրանց վրա պատժամիջոցներ են դրված ներառյալ նաև այն կոմպրեսորների, որոնք անհրաժեշտ կլինեն մեզ, որպեսզի Իրանից եկող գազամուղի ճնշումը բարձրացնենք եւ մեծացնենք ծավալները գազի մատակարարման։ Եվ երևի թե այստեղ լրացուցիչ դիվանագիտական ջանք կպահանջվի, չգիտեմ, որոշակի բացառություններ կիրառել մի խմբականակի նկատմամբ Իրանին տրամադրելու համար նաև այստեղ լուծում կարող է լինել սվոփը Թուրքմենստանից
Նաև հենց Վրաստանի տարածքում Եվրամիության եւ Ադրբեջանի հետ կարելի է swap օպերացիա իրականացնել, այսինքն այն, որ Եվրամիությունը գնում է Ադրբեջանի գազը, ապա այդ գնաց գազից որոշակի ծավալ Վրաստանի տարածքից մղի հենց նույն գազատարը, որտեղից Ռուսաստանից է գազը գալիս Հայաստան, եթե Ռուսաստանը դադարեցնի գազամատակարարում եւ Հայաստանը դրա համար վճարի Եվրամիության։ Իսկ ինչու ոչ։ Իհարկե, այնպես չի, որ Հայաստանը մի Գազպրոմի պրծնելով պետք է անցնի, ասենք, Գազպրոմ 2-ի, հա, պայմանական կմահաճույքի դաշտ, դա այդպես չի, Հայաստանը ըստ էության լինելով խաչմերուկում պետք է ռեալիզացնի իր այդ խաչմերուկի պոտենցիալը եւ կախված չլինի որևէ մեկ մատակարարից այն ռազմավարական կարևորության ապրանքների հարցում, ինչպիսին օրինակ գազն է կամ ցորենը եւ այլն։ Իդեպ ցորենի հարցով էլ այսօր էլ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից մի քանի վագոն ցորեն է եկել եւ այդ ամենը արդեն դարել է լրահոսի մի ինչ-որ Այո, հերթական տող ընդհանրապես չեմ եւ անդրադառնում դրան։ հա իր սենսացիոն այսպես բնույթը լիովին կորց Այո, բայց մենք կարող ենք այդ ցորենը ուրիշից էլ առնել այնպես չի որ Ուկրաինայից միայն ցորեն հատկապես ակտիվանում են հայ-ուկրաինական հարաբերությունները։ այո հենց մեր այս հանդիպումից կարճ ժամանակ առաջ այս երեք հեռախոսազրույցներին հետևեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Կիև եւ այնտեղ հանդիպում է տեղի ունեցել փոխարտգործնախարար Միշենկոյի հետ եւ կարծում եմ այս ամենը ռեստարտի է ենթարկում հայ-ուկրաինական հարաբերությունները հենց այս պատմական փուլում, ինչը ես շատ ու շատ կարևորում եմ։ Սա վաղուց սպասված քայլեր են ուղղված նրան, որ հայ-ուկրաինական հարաբերությունների ահռելի ներուժը Երևանը եւ Կիևը սկսել են իրացնել։ Սա շատ կարևոր։ Պարոն Մեհրաբյան, իսկ ինչպես վերաբերվել Ադրբեջանից հնչող հայտարարություններին։ 2 օր առաջ Ալիևը մի շարք հայտարարություններով հանդես եկավ Հայաստանի մասով։ Կարծես Նախիջևանում էր, չէ՞։ Եվ ասում էր Որը մենք հայտարարությունների կապիտուլյացիայի ենք մասը ենթարկել Հայաստանը, դա վիրավորական չէ։ Թրիփից է խոսել, Զանգեզուրի միջանցք, մեկ Զանգեզուրի միջանցք էր ասում, մեկ թրիփ, մեկ դե Արևելյան Զանգեզուր, ի նկատի ունենալով Արևմտյան Զանգեզուրը, այդ բառախաղերը։ դե դե հիմա Ալիևը որ խոսի, Ալիևը խոսում է նախ իր ներքին լսարանի հետ, որի հետ նա բնականաբար չի ուզում խնդիր ունենալ։ Ալիևը իր հասարակությունը ձևավորել է հենց այս նարատիվներով եւ հիմա հետ քայլը կարող է անընկալելի լինել իր քաղաքացիների կողմից։ Հետևաբար իներցիայով դեռ նա կշարունակի խոսել, բայց մենք պետք է հասկանանք իրականություն։ Իսկ իրականությունն այն է, որ թրիփը այլևս իրականություն է եւ այնտեղ արդեն գեոդեզիական եւ ինժեներական աշխատանքներ են իրականացվում հենց ապագա շինարարության այդ տարածքում եւ անկախ նրանից թե Ալիևը ինչ կխոսի, ինչ չէ։ Այդ մասին ես իդեպ հենց այսօր էլ մի լայվ կազմակերպեցի, թե թրիփի հետ կապված մենք ունենք շատ քիչ տեղեկացվածություն, որովհետև պետությունը կոմունիկացիան լավ չի իրականացնում հասարակության հետ, եւ սա մի հարց է, որի շուրջ պատկվում է հսկայածավալ ապատեղեկատվություն, որն այնուամենայնիվ իր թունավոր ազդեցությունն ունենում է։ Եվ դժվար չի հասկանալ, թե կողմից է այն տարածվում կամ կողմից է դրա տարածումը ոգեշնչվում։ Դե Ալիևը կարևոր չի ինչ ասում,
կարևորը նա թե Ալիևն ինչ է անում։ Ըստ էության Ալիևը փորձում է հնարավորինս դանդաղեցնել ծածկը, այն մասով, որ մասով ինքը կարող է ազդել դրա վրա, բայց այնպես չի, որ Ալիևն ամեն ինչի վրա կարող է ազդել։ Եվ հասկանում եք, մի բան է մեր տարածաշրջանը, որտեղ թրիփը ապագայի գաղափար է, եւ մի այլ բան է մեր տարածաշրջանը, որտեղ թրիփի գոտում արդեն աշխատում են բուլդոզերները եւ էքսկավատորները։ Սա արմատապես մթնոլորտ է փոխ, որովհետեւ կարևորն էլ այն է, որ դրանք մեծ հաշվով լինելու են ամերիկյան էքսկավատոր եւ ամերիկյան բուլդոզեր։ Իր բոլոր, այսպես քաղաքական եւ ոչ միայն քաղաքական շլեյֆերով։ Դե դրա համար էլ Ալիևը քանի ժամանակ ու հնարավորություն ունի տենց անբռնազբոս խոսելու իր լսարանի հետ, խոսելու է։ Այդ երբ չի խոսացել։ Եվ Միացյալ Նահանգների նախագահի հետ զրույցները դարձել են հերթական զրույց։ Ժամանակին դա պատմական լուրջ իրադարձություն էր։ Այո, դարձել են հերթական, հիմա դա լավ է թե լավ չի։ Մեզ համար շատ ավելի լավ է դա, քան որ նա խոսա Պուտինի հետ։ Մանավանդ երբ խոսա մեր մասին։ Այդ դա կմտահոգի մեզ։ Իսկ ամերիկյան կողմի հետ նրա խոսալը, այո, բխում է մեր շահերից։ Իսկ ինչու ոչ։ Իսկ Փաշինյանի զանգը Ալիևին դրա վրա եւս շատ լուրջ ուշադրություն դարձրին շատերը, որ տեսեք Փաշինյանն է զանգահարում Ալիևին եւ հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ Փաշինյանն է զանգահարել Ալիևին։ Հա, հետո այո, մի տարի առաջ այդ զանգի օրվանից մի տարի առաջ այդ նույն Ալիևի հետ ստորագրել էի եւ մի համաձայնություն, որը բխում է մեր շահերի։ Իսկ Ալիևի կողմից մինչ այդ միանգամայն այլ մտահղացում էր առաջ տարվում եւ Ալիևը եկավ այդ հայ-ամերիկյան համախոհությանը եւ մոտեցավ որպես չարյաց փոքրագույն։ Իդեպ նրան բացատրել էին, որ սրանից չի կարելի հրաժարվել։ Սա առաջարկություն է, որից հրաժարվելը հնարավոր չէ։ Եվ Ալիևն ընդունեց այդ առաջարկը։ Եվ այդ կապակցությամբ այո Փաշինյանը հեռախոսը վերցրել եւ զանգել է, որ ահա մի տարի առաջ էր ստորագրել ենք, մտքեր են փոխանակելի, վերջերս սա նաեւ ընտրություններից հետո առաջին շփումն է հայ-ադրբեջանական։ Ենթադրում եմ, որ այդ շփումները շարունակելու վերաբերյալ է խոսքը։ Նաեւ միջազգային հանրությանը կարևոր ուղղված մեսիջեր, չէ՞։ Իհարկե, որ process-ը շարունակվում մինչ ընտրական եւ հետ ընտրական ժամանակաշրջանների միջև կա ժառանգականություն եւ հետեւողականություն եւ սա այո ուղերձ էր միջազգային հանրությանը, ուղերձ, որը պետք է ավելի շատ մեզ եւ դա գաղտնիք չի։ Այո։ Շատ շնորհակալ ենք, պարոն Մեհրաբյան, այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։ Ամենայն բարիք։ Ստացիք։